Պարոն Հակոբյանը, դուք պարբերաբար անդրադառնում եք Արցախի, այսպես ասած, էլիտայի վարած քաղաքականությանը, նաև անդրադարձել եք, որ 2016 թվականի պատերազմից հետո փոխանակ սահմանները ամրացնեին, այլ զբաղվել են սեփական, այսպես բարելավությունն ապահովելով, անդրադարձել եք հեկերին և անդրադարձել եք նաև այս իշխանությունների անգործությանը, հանցավոր անգործությանը, պիտի խնդրեմ մանրամասնեք, ինչ տեղեկություններ են ձեզ հայտնի, կարող եք անուններ արդեն նշել։ Տեսեք, երկրի 16-րդ վարչապետը օր ու գիշեր լրագրողների հետ հարցազրույցներ, ճեպազրույցներ, մի խոսքով տալիս, անդրադառնում է այն թեմային, որ մեր պետությունը, Արցախի հանրապետությունը ղեկավարել են մարդիկ, ովքեր թալանել են մեր պետությունն էլ, Արցախի հանրապետությունն էլ, կամ Հայաստանի հանրապետությունը եւ իրենց սլենգով ասած Արցախի մարզը։ Հիմա հարց է առաջանում։ Այս հարցը պիտի օր ու գիշեր, ինչքան որ ինքը կրկնում է այդ թեզերը, այս հարցերը օր ու գիշեր պիտի տան լրագրողները, այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն Փաշինյան Նիկոլին հրապարակային աչքերին նայելով հարցեր տալու։ Եթե Արցախը ղեկավարել են այդպիսի մարդիկ կամ Հայաստանի հանրապետությունը, իսկ ինքը այս մասով ճիշտ է ասում, ապա ինչպես է ստացվել, որ իր ասած Արցախի ռազմական շատ ու շատ ղեկավարներ այսօր իր մոտ զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Օրինակ Պապիկյան Սուրիկի մոտ զբաղեցնում են խորհրդականի պաշտոններ։ Ինչպես է ստացվել, որ այն մարդիկ, ովքեր թալանել են Արցախը, թալանել են Հայաստանի հանրապետությունը, ուրեմն այդ մարդկանց պարտքային պարտավորությունները Փաշինյան Նիկոլի որոշմամբ հեչ են արվել։ Դա ինչպես է եղել։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր դիտում են մեզ, 2023 թվականի դեկտեմբերի վերջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում, որ Արցախում տրված $800 միլիոն վարկերը պետք է հեչ արվեն։ Այսինքն $800 միլիոն 70%-ը կառավարությունը ստանձնում է, իսկ 30%-ը առևտրային բանկերը դուրս են գրվում։ Այսինքն ժողովրդական լեզվով ասած ջրվում են այդ վարկերը։ Ինչպես է դա եղել։ Ահա այս հարցերը, հարգելի բարեկամներ, մինչև չդառնա օրակարգային, մինչև այս թեմաները չդառնան օրակարգային, դուք մինչև մեր զրույցը ասում եք Նիկոլը ինչպես պիտի գնա, ինչ պիտի անենք, այսպես են Նիկոլ Փաշինյանին պահում։ Մի կողմից խոսում են Նիկոլ Փաշինյանի դեմ, մյուս կողմից լռում են Նիկոլ Փաշինյանի կամ այն հանցագործության մասին, որը իրականացվել է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ 3 բլոկներ կան խոշոր ընդդիմադիր։ Ծառուկյանի բլոկն է, Սամվել Կարապետյանի բլոկն է եւ Ռոբերտ Քոչարյանի բլոկն է։ Խնդրեմ թող բարձրացնեն այս հարցը, իմիջիայլոց բլոկներից մեկի ներկայացուցիչները հնարավորություն ունեն նաեւ այս մասին խոսելու պարլամենտում, բայց լռում են։ Այսինքն տեղի է ունեցել մասշտաբային հանցագործություն, ես Արցախում տրված վարկերը, այսպես ասած, հեչ անելու մասին խոսել եմ անմիջապես նրանից հետո, երբ կառավարությունը այդպիսի որոշում է կայացրել։ Խոսք է գնում մարդկանց ուղղակի տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող վարկային պարտավորությունների մասին։ Օրինակ հարգելի Անահիտ, ինչու Փաշինյան Նիկոլը ձեր ենթադրենք օրինակ եմ ասում, վարկով գնված հեռախոսի վարկը չի փակել, օրինակ եմ ասում, որը ընդամենը $300-400 էր, բայց որոշել է փակել կոռումպացված մարդկանց վարկերը։ Այս մասին պիտի պարտադիր խոսվի։ Ես նաև փոխառությունների մասին խոսեցի, անուն եք ուզում, խնդրեմ, R-Power SPN, Փաշինյան Նիկոլ, R-Power SPN 2023 թվականի ապրիլ ամսին, այսինքն Արցախը լուծարելուց 5 պակաս, 2023 թվականի ապրիլի 15-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, որը ի պաշտոն է պետնախարարը, ի պաշտոն է հոգաբարձուների խորհրդի նախագահն է, աշխատակազմի հետ
հանդիպելիս ասում է, որ այս պահի դրությամբ կա 150 միլիարդ դրամի ժամկետանց միայն ժամկետանց պարտավորություն։ Այդ ժամկետանց պարտավորությունների մեջ է մտել նաև օրինակ R-Power SP-ի պարտավորությունները։ Փաշինյան Նիկոլ ում է պատկանում R-Power SP-ն։ Կարող է պարզվի, որ R-Power SP-ն պատկանում է քո շատ սիրած կամ շատ չսիրած Սերժ Սարգսյանի փոքրիկ հեսային։ Կարող է պարզվի, որ 50 միլիոն դոլար մոտավորապես պարտքային պարտավորությունը հետ չի արվել։ Կարող է այդպեսի բան պարզվի։ Հիմա մի կողմից ինքը պայքարում է, ասում է Արցախից փախան, այս արեցին, այն արեցին, երկիրը թալանչիներն են ղեկավարել, մյուս կողմից երկիրը թալանչի ղեկավարության կայացնում է որոշումներ, որը իօգուտ է միայն իրենց։ Հիմա հարցը առաջանում, այս խեղկատակությունը ինչքան պիտի շարունակվի։ Այս մասին ինչքան պիտի լռեն վերլուծաբանները, լրագրողները, հատուկ այդ մարդիկ են խոսում, հարգելի բարեկամներ, այս թեմաներից ու հիմնականում այս թեմաներից խոսող մարդիկ ներկայացնում են հասարակական սեկտորը, քաղաքական դաշտում այդ հիմնական ուժերի ներկայացուցիչների մոտ բացարձակ լռություն է։ Եվ ես կոչ եմ անում, օգտվելով այս հնարավորությունից, եւս մեկ անգամ կոչ եմ անում պարոն Գագիկ Ծառուկյանին, պարոն Ռոբերտ Քոչարյանին, երկիրը փրկող պարոն Սամվել Կարապետյանին, նրանց թիմակիցներին Արարատ Միրզոյանի տան ֆոնին նկարվելու հետ զուգահեռ, որը եւս շատ կարեւոր է, պիտի տեսնեն մարդիկ, թե այս Թավշյա Զբորոդի ներկայացուցիչները ինչպես են հարստացել, դրա հետ զուգահեռ խոսեն նաեւ տեղի ունեցած մասշտաբային հանցագործության ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած մասշտաբային հանցագործության մասին։ Պարոն Համբարձումյան, այսպես ժողովրդի լեզվով ասած, այդ վարկային պարտավորությունների ջերման քինը Արցախի հանձնում է, կարող ենք ասել, որ դա է եղել։ Տեսեք, հայ ժողովրդի էլիտան, ջոչերը, այսինքն ունիկալ են, ինչ առումով, նրանք կարողացան կապիտալիզացնել եւ հաղթանակը, որը նորմալ է։ Արցախում հաղթանակ է եղել, ինչ որ մեկը իր կյանքն է դրել ռիսկի տակ, ինքը պիտի լավ ապրի։ Նորմալ է դա, բայց երբ որ հայ ջոչերը կապիտալիզացնում են նաև պարտությունը, այսինքն ողբերգությունից իրանք շահույթ են քաղում, սա ամեն ազգ չէ, որ ամեն ազգի էլիտա չէ, ամեն մարդ չէ, որ կարող է անել։ Հայ ջոչերը դա արել են, եւ հայ ջոչերին այդ առումով պետք է տալ հերոսի կոչումներ։ Տեսեք, ինչքան տալիս են իրար հերթ չտալով, մենք ունենք հերոսի կոչումներ են տալիս, մենք այդ առումով ունիկալ ենք։ Ես կարծում եմ, որ ինչ որ մի պահի այս մասին նաև շատ ու շատ օտարալեզու գրքերում այս մասին գրվելու է, թե ինչպես է հայ ջոչերը կարողացել են այս ողբերգությունը կապիտալիզացնել։ Բայց քթերին է կանգնելու, ես վստահ եմ։ Այս ամենը իրենց բգներին է կանգնելու։ Պարոն Համբարձումյան, ձեզ էին կանչել քննչական կոմիտե, այդ բացահայտումների հետ կապված, հետաքրքիր է ինչու այն գլխավոր դերակատարների ներկայացված ձեզ են կանչել։ Տեսեք, ես բացահայտում չեմ արել։ Ես հեկերի հետ կապված եւ նաեւ տեսեք, հեկերի հետ կապված ես երբես խոսել եմ, ասում են որն է սկզբնաղբյուրը։ Սկզբնաղբյուրը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը ինքը իր բերանով ասել է, որ Արցախում հայ ջոչերը վաճառել են հեկերը ադրբեջանցիներին եւ մեր մոտից կոմպենսացիա են ստացել։ Այսինքն սա բացահայտում չի։ Սա մի բան է, որը գիտեն բոլորը եւ ես քննիչին եմ ասում։ Սա պոլիշիների գաղտնիք է։ Այստեղ չկա ըստ էության որևէ բացահայտում։ Այն որ կառավարությունը նման որոշում է կայացրել, դա հրապարակված է։ Այստեղ եւս չկա որևէ բացահայտում։ Հա? Ինչու են ես քննիչին հարց եմ տալիս, ասում եմ, լավ, այս թեմաներով, չէ՞ որ 2018 թվականին ձեր ղեկավարությունը անոնս է անում, որ մենք արել ենք Թավշյա հեղափոխություն, այսպես, հա, բա եթե Թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, ինչու են Թավշյա հեղափոխականները թալանչիների համար նման որոշումներ կայացրել։ Հա, իրենք ոչ միայն չեն դատվել, կամ ինչու եմ ես հարցաքննվում եւ չի հարցաքննվում Նիկոլ Փաշինյանը։ Ինչու եմ ես հարցաքննվում եւ չեն հարցաքննվում հայտնի դաշնակ մաշնակները։
հայտնի ուռա պատրիոտներ, ովքեր այդ ամենի մաս են կազմել։ Հիմա շատ են խոսում, գիտեք, վերջերս նաև մի գրառում տեսա, ասում են, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, հնարավոր է այս կուսակցությունը լուծարվի, այն կուսակցությունը լուծարվի, եւ ես հիմա հարց եմ ուզում հրապարակային տալ։ Եթե վաղը մյուս օր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, ներքին գործերի նախարարը իշխանափոխությունից հետո, ռեժիմի փոփոխությունից հետո մտավ հանրային հերոստանգերություն, հա, եւ դոկումենտը դրեց, թե ինչպես է ինչ որ մի X կուսակցության ջոջ հեկը վաճառել ադրբեջանցիներին, Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա ստացել, եւ այդ կուսակցությունը չունի որևէ ակտ տվյալ դավաճանի վերաբերյալ։ Հիմա այդ կուսակցությունը լուծարման, փակման, օրենքից դուրս հրճակման ենթակա է թե ոչ։ Կարող է լինել մեկը ասել դա նորմալ է։ Ահա, երբ որ դուք ասում եք լավ ինչ պիտի լինի վերջը, պիտի առերեսվենք մենք ճշմարտության հետ։ Պիտի մենք այս ողբերգության պատճառները հասկանանք, տեսնենք, մեղավորները պիտի կրեն իրենց արժանի պատիժը, որպեսզի եւ սա կոչվում է լյուստրացիա։